Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Արփինե Սարգսյանը մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է։ Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործում կարողությունների զարգացում փրկարարծառայությունում տեղի է ունեցել սեմինար պարապմունք։ Հայաստանում միգրացիոն արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը կնպաստի նաև Եվրոպայի անվտանգությանը։ Արփինե Սարգսյանը մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Իր խոսքում նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն և արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի նաև մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։ Պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս մասնակցությամբ միացել է գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որը դարձել է արդեն համաշխարհային ըստ էության մարտահրավեր, եւ այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը։ Նախարարի խոսքով Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային եւ դրա արձանագրությանը միացած պետություն առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն եւ արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեր երկրի, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի, այդ թվում Եվրոպայի անվտանգությունը, նշել է Արփինե Սարգսյանը։ Նախարար Սարգսյանի խոսքով Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը, քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ եւ խթանելով օրինական միգրացիայի ուղիները։ Արփինե Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել։ Այն սահմանները հատող հանցագործություն է, որը պահանջում է կայուն միջազգային համագործակցություն, ինչը եւ մենք շարունակում ենք ամրապնդել, խորացնելով կապը Եվրոպոլի հետ, ասել է նա։ Ներքին գործերի նախարարի խոսքով տեղեկատվության եւ փորձի արդյունավետ փոխանակման ուղղված Հայաստանի եւ Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի թագավորություն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։ Արփինե Սարգսյանը Եվրոպական միության վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության եւ կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուներին ընդգծել է, որ Հայաստանը գործողությունների ծրագրի հենանիշերը որակով եւ պատշաճ ընթացակարգերով իրականացնելու հանձնառություն ունի։ Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաեւ վիզաների ազատականացման երկխոսության եւ նաեւ վերջերս Հայաստանի Հանրապետությանը հանձնված գործողությունների ծրագրին քննարկել ենք մի շարք նվաճումներ, որոնք մինչ այս պահ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի, եւ նաեւ դիտարկել ենք առաջիկայում Գարանանը արդեն հանձնակատարի Հայաստան այցին վերաբերող մի շարք հարցեր, եւ կարծում եմ այն առաքելությունը, որն այս պայծրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, թույլ կտա մեզ հավաստիանալու, որ իրականում մենք առաջ ենք շարժվում եւ ունենք մի շարք զգալի նվաճումներ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի կատարման տեսանկյունից։ Մագնուս Բրուները միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի միանալու եւ միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին որպես երկրի գլխավոր բանակցող վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։ Արփինե Սարգսյանը Բրյուսելում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելա Միսայել Նիչիտինի հետ քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ներքին գործերի նախարարության կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։
Եվրոպական սահմանային եւ ափամերձ տարածքների պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ ակտիվ երկխոսությունը, ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։ Կողմերը քննարկել են սահմանների կառավարման եւ անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Ներքին գործերի նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։ Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը եւ ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։ Ֆրոնտեքսի հետ արդեն իսկ վերջնականացման փուլում է գտնվում աշխատանքային համաձայնագիրը, որը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր համագործակցությունը եւ այն դնելու ավելի ամուր ինստիտուցիոնալ հենքի վրա։ Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման եւ շարունակական զարգացման կարեւորությունը։ Հանդիպանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր։ Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին Դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Պոմպիդու խմբի նախարարական վեհաժողովին։ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է թմրամիջոցների դեմ պայքարի նոր ազգային ռազմավարությունը եւ միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Հայաստանը վերահաստատել է Պոմպիդու խմբի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Վեհաժողովի ավարտին ընդունվել է նախարարական հռչակագիր անդամ երկրների կողմից Պոմպիդու խմբին աջակցության վերահաստատմամբ։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ու միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը հանդիպել են առաքելության անդամներին։ Առաքելության անդամները կարևորել են գործողությունների ծրագրի օրենսդրական եւ ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ եւ ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական եւ խորը պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։ Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը, ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ եւ գործնականում կիրառելի, ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։ Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը կարևորել են գործողությունների ծրագրի օրենսդրական եւ ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նշվել է, որ գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։ Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունում ծառայության պետ Նելի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։ Նելի Դավթյանը նշել է, որ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ եւ հետեւողական ջանքեր։ Ծառայության պետը ներկայացրել է գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը, անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների եւ իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաեւ միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին ծավալվել է ակտիվ քննարկում։ Ոստիկանության եւ փրկարարծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102-911-101 հեռախոսահամարների փոխարեն առաջարկվում է արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միությունում առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ 112 հեռախոսահամարի նախատեսումը գնահատվել է որպես դրական քայլ նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ Ներքին գործերի նախարարի տեղակալը կառավարության նիստում ներկայացրել
ստացել է նախագծերի փաթեթը։ Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել ներքին գործերի նախարարության ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Արմեն Մկրտչյանի խոսքով ներքին գործերի նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ։ Այն հանրապետության ողջ տարածքում լինելու է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման եւ օգնության տրամադրման արդյունավետ համակարգ։ Առաջարկվում է ներքին գործերի նախարարության կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը։ Արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ տարբեր արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, բնակչության ազդարարման ու իրազեկման, ինչպես նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովումը։ Ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ ստացված տեղեկությունների մասնագիտական վերլուծության իրականացումը, որոնք ճգնաժամային կառավարման համար պետք է ապահովեն անհրաժեշտ տեղեկատվական բազա եւ օգտագործվեն հետագա կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Արմեն Մկրտչյանը ընդգծել է, որ օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված կդադարեցվի ոստիկանության օպերատիվ կառավարման եւ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը։ Դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով կփոխանցվեն օպերատիվ կառավարման գրասենյակին։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102 911 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միությունում առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը գնահատվել է որպես դրական քայլ նաեւ Հայաստան-Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացում։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն ահազանգը սպասարկող նոր հաստիկներ, ընդգծել է Արմեն Մկրտչյանը։ Նախագծերի փաթեթն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում անցկացվել է քաղաքացիական պաշտպանությանը նվիրված սեմինար պարապմունք պետական եւ տեղական մարմինների մասնակցությամբ։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը, ընդգծելով օպերատիվ արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Դեկտեմբերի 8-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերին նվիրված սեմինար պարապմունք, որին մասնակցում էին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին ընդգծել է, որ միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ վերլուծել ոլորտային խնդիրներն ու մշակել համակարգային լուծումներ։ Կամո Ցուցուլյանի խոսքով հանդիպման առանցքում են քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը եւ օպերատիվ բաղադրիչի արդյունավետության բարձրացումը, ինչի շնորհիվ բնակչության անվտանգության եւ պաշտպանվածության ոլորտում նոր որակ կապահովվի։ Զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության եւ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ներգրավված կառույցների համագործակցության ընդլայնմանը, բնակչության իրազեկման մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների բազաների թվայնացման, միջգերատեսչական պլանների գործարկման եւ կառավարման համակարգի կարողությունների զարգացման ուղղություններին, ներկայացնելով իրենց կողմից իրականացված ծրագրերը, գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձել են առկա խնդիրներին ու առաջարկել հստակ լուծումներ։ Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմերի զարգացման, բնակչությանն օժանդակելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Որոնք են ընտանեկան բռնության հիմնական պատճառները եւ հատկապես ովքեր են տուժողները, կանխարգելիչ ինչ քայլեր է ձեռնարկում համայնքային ոստիկանությունը կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ եւ որքանով են դրանք արդյունավետ։ Այս եւ նմանատիպ հարցերի պատասխանները տվել է ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Թեմայի շրջանակում եկեք անդրադառնանք նախ ընտանեկան բռնության դեպքերին, որոնք են ընտանեկան բռնության հիմնական պատճառները եւ ովքեր են հատկապես տուժողները։ Արձանագրված ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության հիմնական պատճառներից մեկը դա ընտանիքներում տիրող սոցիալական վիճակն է, այսինքն մանր կոնֆլիկտներ, որոնք հետագայում կայուն կերպով վերածվում են բռնության։ Այս ամենի պատճառներից է նաև հանրային կարծրատիպային ընկալումը, որը նույնպես ընտանեկան բռնության պատճառ է հանդիսանում, եւ մեր աշխատանքները ուղղված են հանրային ընկալման իրազեկվածության բարձրացմանը նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար, սակայն ընտանեկան բռնության առավել խորքային պատճառները հասկանալու համար պետք է նաև տարանջատված կերպով ուսումնասիրել ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ արձանագրված բռնության կոնկրետ դեպքը, քանի որ օրինակ ծնողի կողմից զավակի կողմից ծնողի նկատմամբ կատարվող բռնությունների պատճառները էականորեն տարբերվում են ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու հիմնական պատճառների հետ, սակայն այս բոլոր դեպքերը մեկ միասնության մեջ ընկալվում են որպես ընտանեկան բռնություն։ Ինչ վերաբերում է թե սեռով պայմանավորված ում նկատմամբ է առավել հաճախ կիրառվում բռնություն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս բռնության զոհ հիմնականում դառնում են կանայք եւ այդ է պատճառը, որ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնական թիրախային ուղղություն որպես ընտրված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը եւ մեր աշխատանքները, մեր համագործակցությունը այլ շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ ուղղված են հիմնականում գերակշիռ մասով կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելելու։ Իսկ ինչով է պայմանավորված լատենտային հանցագործությունների, մասնավորապես ընտանեկան բռնության դեպքերի աճը։ Ընտանեկան բռնության դեպքերի աճը ունի մի քանի պատճառ։ Նախորդ տարիներին իրականացված լայնածավալ իրազեկման գործընթացներն են այդ նպատակով կազմակերպված արշավները, որոնք բնականաբար էական նպաստ են ունեցել ընտանեկան բռնության դեպքերի աճին։ Այս ամենին զուգահեռ նաև ընտանեկան բռնության դեպքերի աճ ունենք պայմանավորված 2024 թվականին օրենքում կատարված փոփոխությամբ, համաձայն որի սահմանվեց ընտանիքի անդամների նոր հասկացություն, հիմքում դնելով անկախ համատեղ բնակության հանգամանքը, ինչպես նաև զուգընկերոջ հասկացության սահմանումը։ Այս առումով ըստ էության նախկին կարգավորումներով ընտանիքի անդամներ չհանդիսացող անձինք նոր գործող օրենսդրության համաձայն հանդիսանում են ընտանիքի անդամներ, հետևաբար նրանց կողմից բռնության որևէ փաստ կամ դեպք դիտվում է որպես ընտանեկան բռնության դեպք։ Կցանկանամ նշել նաև, որ այս իրազեկման գործընթացները մշտապես հանդիսանում են մեր օրակարգային հարցերը, այն փաստը, որ տարեստարի ունենում ենք ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանությանը հաղորդելու, ոստիկանությանը դիմելու կայուն աճի տենդենց, առնվազն ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Ինչ կանխարգելիչ միջոցներ է իրականացնում համայնքային ոստիկանությունը եւ որքանով են դրանք արդյունավետ։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում այս գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար, մասնավորապես հիմնական շեշտադրումը դրվում են կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, դասընթացների եւ վերապատրաստումների անցկացման միջոցով, ինչպես նաեւ թվային գործիքների եւ տեխնիկական հնարավորություններով համալրելու կամ արկա միջոցները վերազինելու միջոցով այս առումով կցանկանամ առանձնացնել հատկապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկված SafeU թվային պլատֆորմը, որը վստահաբար մեծ արդյունավետություն կունենա ընտանեկան բռնությունների դեպքերի արձանագրմանը եւ հետագա կանխարգելմանը, քանի որ
նշված պլատֆորմը ոչ միայն ահազանգման միջոց է ընտանեկան բռնությունից տուժած անձի համար, այլ նաև բավականին մեծ վերլուծական տարածք է բացում ոստիկանության համար, հետագայում խնդիրները առավել թիրախային արձանագրելու, դրանք առավել ճիշտ գույքագրելու եւ հասցեավորելու տեսանկյունից։ Հաջորդիվ կցանկանամ նշել նաեւ, որ ներկայումս մենք նախաձեռնել ենք էլեկտրոնային ձեռնաշղթաների գնման process-ը։ Էլեկտրոնային ձեռնաշղթաները արդյունավետ մեխանիզմ են բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերահսկելու առումով։ Կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքում եւ քրեական օրենսգրքում, համաձայն որի էլեկտրոնային ձեռնաշղթան կրելուց հրաժարվելը առաջացնելու է քրեական պատասխանատվություն։ Էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառումը նաև մեծ գործիք է հետագայում բռնության կրկնման ռիսկերը նվազեցնելու եւ վերահսկողական մեխանիզմներն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Պարոն Խաչատրյան, դուք ձեր խոսքում նշեցիք քաղաքասարակության ներգրավվածության մասին։ Համայնքային ոստիկանությունը քաղաքասարակության հետ ինչ ձևաչափով է աշխատում կանխարգելման տեսանկյունից։ Ընտանեկան բռնության դեմ պայքարը դա համալիր գործընթաց է եւ մեկ պետական մարմնի կամ միայն պետական մարմինների լավ աշխատանքը վստահաբար չի տալու ցանկալի արդյունք։ Այս առումով շատ մեծ դերակատարություն ունեն այս գործընթացում մեր քաղաքասարակության գործընկերները եւ միջազգային կառույցները, հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում քաղաքասարակության դերը շատ ավելի բարձր է, քանի որ շատ դեպքերում մի շարք ոլորտային խնդիրներ հենց վեր են հանվում մեր քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք ինչ-որ մի պահի մեր համար տեսանելի կամ նկատելի չեն եղել։ Համագործակցությունը իրականացվում է ինչպես տարբեր պլատֆորմային մակարդակում, այնպես էլ առօրյա աշխատանքների կազմակերպման process-ում 24/7 ռեժիմով։ Այս առումով մեր համագործակցությունը առավել արտահայտիչ է բռնությունից տուժած անձանց պաշտպանության գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով։ Պարոն Խաչատրյան, տեսակետ կա, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել երեխաների անհետ կորելու դեպքերը, որն է դրա հիմնական պատճառը եւ այս ուղղությամբ ինչ գործողություններ իրականացնում համայնքային ոստիկանությունը։ Անչափահասների հետ տարվող աշխատանքները մշտապես դրվել են ոստիկանության ռազմավարական խնդիրների հիմքում եւ բնականաբար այս աշխատանքներում առաջնային սկզբունքը դա երեխայի լավագույն շահն է, որպես կանոն հաշվի առնելով անչափահասի խոցելի լինելու հանգամանքը, անչափահասների հետ տեղի ունեցող որևէ իրադարձություն կամ դեպք, որպես կանոն ունենում է լայն արձագանք, հատկապես սոցիալական հարթակներում եւ մեդիա տիրույթներում, դառնում երկարատև քննարկման առարկա եւ դա է պատճառը, որ այդ լայն արձագանքների հետևանքով ստեղծվում է տպավորություն, որ անչափահասի հետ կատարվող որևէ դեպք ունի ինչ-որ աճի տենդենց, սակայն իրականում վիճակագրական տվյալները հակառակի մասին են փաստում եւ հատկապես անհայտ կորելու փաստերով նախորդ տարիների համեմատ մենք ունենք էական նվազում, այդուհանդերձ ոստիկանության համար դա չէ դեռևս ցանկալի արդյունքը եւ այս առումով դեռևս մենք շատ անելիքներ ունենք։ Անչափահասների շրջանում հատկապես տարածված երևույթ է բուլինգը, այս մասով ինչպես է գործում համայնքային ոստիկանությունը, հաշվի առնելով նաեւ անչափահասների հետ աշխատելու նրբությունը։ Վերջերս ԱԺ կողմից ընդունվեց երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին նոր օրենքը, որում առաջին անգամ սահմանվեց երեխայի բուլինգի հասկացությունը, ինչպես նաեւ այդ թվում առցանց միջավայրում բուլինգը, ըստ էության կիբերբուլինգը, ինչպես նաև երեխայի բուլինգից տուժած երեխայի պաշտպանության իրավունքը։ Նոր օրենքով սահմանվել են նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իմպերատիվ պարտականությունը ունենալու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ բուլինգի դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու, բուլինգից տուժած երեխաների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար։ Պարոն Խաչատրյան, անչափահասներին
արատավոր երևույթներից զերծ պահելու համար համայնքային ոստիկանությունը դպրոցականների հետ կոնկրետ համակարգված աշխատանք իրականացնում է։ Անչափահասների հետ տարվող աշխատանքները բավականին զգայուն պրոցես են եւ այս աշխատանքները պետք է կազմակերպել շատ նրբությամբ, հաշվի առնելով այդ խոցելի տարիքային խումբ լինելը եւ համայնքային ոստիկանությունը այս առումով հիմնականում աշխատանքները կազմակերպում է անչափահասների հետ ուսումնակրթական հաստատություններում, տարբեր միջոցառումների շրջանակում, զրույցների անցկացման ձևով, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության կողմից մշտադիտարկում է իրականացվում համացանցի տիրույթում, հատկապես բացասական ազդեցություն ունեցող թրենդների հայտ բերելու եւ այդ ուղղությամբ արդեն կրթական հաստատություններում համապատասխան բացատրական աշխատանքներ իրականացնելու միջոցով ոստիկանությունը մշտապես համագործակցում է ինչպես մանկավարժական կոլեկտիվների, այնպես էլ այլ շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաեւ երեխաների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Եվ որպես ամփոփում համայնքային ոստիկանությունը հասարակության հետ համագործակցության շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի կանխման, կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխման, ինչպես նաև անչափահասների տարվող տարբեր աշխատանքներում առավել շոշափելի արդյունքներ արձանագրելու համար ինչ գործիքակազմ պետք է կիրառի։ Ընտանեկան բռնության կանխարգելման, ինչպես նաև անչափահասների տարվող աշխատանքները առավել արդյունավետ իրականացնելու եւ շոշափելի արդյունքներ գրանցելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են բավարար հմտություններ եւ կարողություններ, ինչը մենք դնում ենք համայնքային ոստիկանի կատարելագործման հիմքում եւ բնականաբար այս process-ները իրականացվում են կրթական մակարդակի բարձրացմամբ, համապատասխան վերապատրաստումների եւ դասընթացների միջոցով, իսկ ինչ վերաբերում է թե այդ գործիքակազմը ինչպես պետք է համայնքային ոստիկանությունը կիրառի, դա իրականացվում է պարբերական զրույցների, հասարակության հետ ամենօրյա շփումների, խոցելի խմբերի հայտ բերելու եւ վերջիններիս հետ անհատական թիրախավորված աշխատանքներ կատարելու միջոցով, կարծում եմ միայն այսպես մենք կարող ենք ի հայտ բերել ինչպես ընտանեկան բռնության լատենտային այդ դեպքերը, այնպես էլ այն խոցելի անչափահասներին, որոնք որ գնում են դեպի հակաիրավական եւ հակասոցիալական երևույթներ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում ենք ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գյորգի Խաչատրյանի հետ լավ մնացեք, կհանդիպենք։ Անցնող շաբաթվա քրեական անսուդարձին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ Նոյեմբերի 20-ից ներքին գործերի նախարարության ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման եւ դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի գետապ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիկ կա։ Վարորդը եւ ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիկ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին։ Սևան Մարտունի գետապ ճանապարհի 6-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած վազ մակնիշի ավտոմեքենան։ Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիկ տեսակի ձկներ կան։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ստուգման մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիկ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանալճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Վերջերս Hello Beat-ի առցանց հարթակում ներդրում կատարելու հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ հաջողությամբ արգելափակել է Hello Beat ֆինանսական բուրգի որոշ դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հնարավոր ֆինանսական վնասները։ Բացահայտման աշխատանքները շարունակվում են, շղթայի ամբողջությամբ բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։